Բարև հարգելի ունկնդիրներ, ձեզ հետ է Հարութ Մարգոսյանը օրագարկ հայդակիրով։ Այսօրվա մեր օրագարկն է արհեստական բանականությունը, Artificial Intelligence կամ AI։ Մի խոսենք եւ հասկանանք ընդհանուր առումով ինչպես հարաճած AI-ը, ինչպիսի առավելություններ բերավ մեր կյանքի մեջ եւ ինչ են անոր բացասական կողմերը։ Մի անդրադառնանք նաեւ անոր թերագադարության եւ աստեցության մասին երդասարտության կյանքերից, ինչպես կրնա օգնել առօրյա դասերուն կամ գործերուն եւ ինչպես կրնա վնասել։ Վերջապես սրույցի ուղղությունը մի երթա դեպի հայկական տալի պաշտպանության եւ մշակույթի բավանման հասկանալու համար թե ինչպես կարելի է AI-ը օգտագործել այս բնակավարներում մեջ։ Այս առիթով մեզ է Հայգազյան համալսարանի համագարկիչի գիտություններու պատասխանատու եւ դասախոս Վարոն Շանստեփանը։ Շնորհակալ եմ Արութ, շնորհակալ եմ Վանացանյան Սագազմին, ասարիտին եւ շատ ուրախ եմ որ ասնույթը արժեվ եկավ եւ մենք մեր գարելությամբ պիտի օգնենք մեր հաջորդ սերունդին աշակերտներուն եւ տանք այդ proper guidance-ը։ Շատ լավ։ Սկսելու համար նախ ծանոթացնենք թե ինչ է արհեստական բանականությունը կամ ավելի ճանաչված իբրև AI ընդհանուր սահմաններում մեջ։ Գնանք բարձրապես AI-ը ad պրոգրամն է կամ ad machine է, որ ինչ որ անցումը գնանել ավելի թյուրությամբ մենք վստահենք ալգորիթմներու, software-ներու կամ device-ներու, որ անե անցումը կորձերը։ So շատ բարձրապես ասի AI ավելի արագ ծևով, ավելի ճիշտ ծևով մարտումը կորձը գադարիչ պրոգրամն է։ Հիմա եթե դինայինք մենք artificial intelligence-ը ավելի umbrella մնե, այսինքն իր մեջ կընտրգե ուրիշ երկու let's say մասնիկներ, կնանք սերվեր machine learning-ը, մաս կգազմի AI-ին, machine learning-ը որ ավելի գաշխացվի դատաներով վրա, որ մենք ինչով ավելի դատա դանք, machine ավելի մեզի բարասխաները ճշգրիտ կուտա եւ ավելի գաշխարի սենսորներով։ Ունենք ավելի deep learning-ը, որ նորեն AI umbrella-ին դագնե, ընդանիքին դագնեսինք, deep learning-ը ավելի advanced search եւ deep search-ներուն գավադա։ Հիմա մենք եթե դինայինք AI-ը ունի 3 այսինքն type-եր գարելություններ։ Առաջինը, որ մենք narrow AI գսենք, narrow AI-ը ավելի specific task-եր գնե, այսինքն եթե ասենք որ մենք ամենից մեր սելերներուն վրա ունենք Siri-ին կամ Google Assistant-ը, ad AI-ն է որ գնե մեկ գործողություն, որ մեր voice speech recognition, մեր voice-ին համատ մեզի play music կամ Google search մը գնե։ Հիմա մենք ավելի ծանոթ ենք ChatGPT, the famous ChatGPT։ Ավելի as type general AI type-ն է, որ ChatGPT-ն ոչ միայն մեզի voice-ով մեզի prompt-ներ, information-ներ գուտա, գնա մեզի image-ներ generation-ն է։ Ավելի հիմա անցնաբես ես մեր այսինքն campaign-ներում մեջ, business campaign-ներում մեջ, programming-ի մեջ, որ ոչ միայն text կուզես, կնաս picture-ի հետևի, ասի general AI է։ Եվ ունենք super AI-ը, երրորդ type-ը, որ թեր հոստ չասանք, աբակային, ինչպես astronomical, այսինքն ավելի բաներ, որ human-ը չգնարեն, ասոր մենք կոչենք super AI։ Բաներ, որ թեր հանրության հասանելի չեն դերևս։ Հիմա ոչ։ Հոսե գնամ զդիկ information դալ որ AI շինելը կամ programming of the AI it's not that hard դժվար չէ ասորերուն որովհետև AI կփանգանա 3 մասնիկներ է եթե ունիս ճիշտ ալգորիթմը կոդը եւ հետ դա ունիս ճիշտ դատան մաքուր դատան information-ը եւ հետ դա ունիս supercomputer մաս 3-ով գնաս կազմել AI-ը so մենք իբրև high ask իբրև technological անցիկ այլևս ադուրամար գտեսնես որ շուգայի մեջ շատ տեսակ AI-ներ կան որովհետև ալ դժվար չէ դիրանալու կամ ստեղծագործելու AI-ը Ջեսօր սկսեցինք ChatGPT-ից սկսավ հիմա ChatGPT-ին մեզ 10 հատ դերևս կա ավելի ալ Exactly Ճիշտ նույն գործողությունները կա դա Այլևս տեխնոլոգիան դժվար չէ Իսկ եթե մի խոսենք դարբեր բնակավարներու մեջ այսինքն դարբեր ոլորտներու մեջ AI-ի գործածությունը ուր ավելի աստեցիկ է, ուր ավելի գործածությունը կա եւ ուր ասենք այդքան ալ մեծ դարբերություն ասացությունը չունի։
Շատ լավ։ Իբրև դասախոս սկսենք education։ Դաստիարակչական մարզի մեջ մենք ունենք AI կորցածությունը երկու կողմանի, աշակերտական եւ ուսուցչական գազմի մեջ։ Աշակերտները վստահ ադեներ գսորվին AI-ն դեպեն prompt-ներ գնեն 10 մգալ չեն հասկացած կկորցածեն ChatGPT-ին կամ մյուս AI-ները որպես հասկանան տասը ասի մենք ավելի խոսենք personalized learning վստահ իբրև դասախոս մենք կկորցածենք մեր case սցենարիոներու մասին ավելի կկորցածենք մենք քրավորներու բադասության վրա ավելի մենք գսենք intelligent tutoring ասի մենք մարս երկու վստահ medicine ասին ասենք բժշկության ասպարեզի մեջ շատ առաջ կացած է այ որը ադեներ այսինքն դոկտորները իրենց diagnosis ադեն կորցածեն մենք կորցածենք personalized treatment եւ ունենք շուգայի մեջ AI-ներ, agent-ներ, որ կեզի consultation գնեն վստահ as AI as agent-ը դոկտորին կամ medical doctor-ին 100 բարձրացնի դար, բայց գնա կեզի մոդեցնել, որ ինչպես որսինք ունի AI դատամը, որ գնա բարձրացան մդալ ու հիվանդությանը։ Եվ երեք ունենք եւ business marketing-ը, որ վստահենք ամեն մարդ իր բիզնեսի մեջ AI-ը կորցածե, որ իրենց marketing campaign-ներն է, այսինքն ավելի մոստը գնան բարձրացան մդալ, որ Facebook-ոս, Meta-ն արդեն իր ալգորիթմի մեջ առանց մեգում սելուն արդեն կորցած է AI ալգորիթմը, որ smart audience անունով, որ գնա կու discrete segmented promotion անե կու business-ը կամ կու page-ը։ So ընդհանրապես as երեկադը որ դեսնենք important այսինքն industries արդեն կորցած են AI։ Իսկ եթե վերլուծական բաժինի մասին մի խոսենք, որքանով հարաճ դիմաց է, այսինքն կարողություն ունի որոշ դեպքեր նախադասելու։ Մանավանդ եթե քաղաքականի մասին մի խոսենք, քանի ասենք քաղաքական բնակավար ուժ կամ անող բոլորի յանքին վրա ասացիությունը կունենա։ Այո։ Վերլուծում։ Մենք AI-ը բարմգա կգործածենք բիզնեսի մեջ եւ քաղաքական ասպարեզի մեջ prediction։ Որոնց մենք ունենք data-ն forecasting and prediction-ը թյուրին է AI-ին դեսնել արդյունքը որը ունիս բեյսը սկսելու դարբեր ֆակտորներն ու բերելով այս եզրակացության գնացածների կամ այս կամ այն այո so եւ գտեսնենք աշխարհային big campaigns political election campaigns կկործածեն արդեն AI-ի իրենց կամպեյներում մեջ բայց բանը գավ դեր AI-ը չգրնար հասնիլադոր որ մենք ասին human emotion գիտենք որ ադեներ decision-ներ գարնես ավելի կու feeling-ներուտ, ավելի emotion-ի վրա based։ So, հոնտեր AI-ը կարողություն չունի հասնելու։ Բայց եթե ինչ որ խոսենք TV, data-ի, այո, կնա predict անել։ Այսինքն ինքը rational actor-ն է ավելի 100%։ Որ լավին սկացումի այդ ասենք բաժինը չէ ձևավորված։ Շատ ճիշտ։ Լավ։ Իսկ եթե մի խոսենք այն մասին, որ բացասական թրույթներ ունի կամ չունի։ Այսօր աշխարհի մեջ շատ ասենք մեծ դարացայնություն կա, որ AI-ը շատ բացասական թրույթներ ունի եւ ավելի վնաս է քան թե օգտակար, որքանով ճիշտ է այդ մեկը եւ ինչ ունենք ասել այդ մասին։ Հիմա մենք երբ որ դասախոսության մեջ կսեմ պոզիտիվ գետեր շատ են, challenge-ներն շատ են։ Մենք խոսանք պոզիտիվներու մասին, ինչպես որ մենք ճիշտ եւ արագ ցեվով գդիրանանք information-ներուն եւ մեր decision-ներուն business-ի մեջ ասենք education-ի մեջ ասենք եւ դեմնա automation-ի գնանք կորվերածել բաներ գա որ ասենք less human interaction ասին անցը 100% ներգաչებ AI գնեգոր իր կորձը շատ լավ բայց ունենք արժեվ challenge-ներ որ մենք պետք է մորնանք է պետք է ճիշտ ցեվով լուծեն կդարձերը առաջին միագողմանի data մոնենալը prompt երբ որ ChatGPT-ին for example հարցում արցնես եւ բարասխանը դա պետք է այդ բարասխաները պետք է 100 որտեղ կրենք պետք է մեկ հատ second thought մարնենք որը գնալ այդ բարասխանը միագողմանի
տուն ճունիս reference ասի գուկա երկրորդ challenge-ը սելու որ բարասխանել որ գարնենք reference-ը չի դարմեզ unless մենք հարցնենք եթե մենք հարցնենք ադեներա գուտա reference-ներ որ they don't exist հոնչեն so մենք պետք է երկրորդ հարցում հարցենք եւ հարց տապանցիկությունը պետք է մտածենք ադոր մասին այդ բարակային հետս օրինակ եղած է մանավանդ հայերենի բարակային եթե ասես իրեն որ ասինչին հղումները ինձ դուր ուրգեփերի դեղությունը հանել մը գկրե բայց իրեն ասեսն է ճիշտ հոտվածը ինձ ցույց տուր որովհետեւ ես մտնում կարտամ ասե գներեք այդպիսի դեղություններ չունիմ exactly եւ հոսպամը գա պետք է գտնանք որ ChatGPT միշտ կփորձե քեզի ուրախացնել քեզի ճիշտ ցնել քեզի ոչ չսեր so հոս մենք պետք է ուշադիր լինենք եւ պետք է մենք մարտիկ ուրիշ կետ մնալ ուզեմ ասել գվախնան է այն challenge մնե որ կսեմ որ իմ կորձս բիչի մնա եթե AI հարաճ երտա եւ անկորձի մնա հոս կնամ ասել որ այո ասի challenge մնե եթե աստարուս դուք չեք կրնար ծեր կորձի մեջ professional life-ի մեջ ծևով մնա AI կորձածել այո դժվարություններ մի ունենաք որով ծեր իբրեվասին boss-ը ասենք ասին director-ը քեզ մեկ սպասե AI-ը կորձածել որովհետեւ ավելի արագ կորձը արդյունքը դա այո ասի challenge Հոսեմ շատ բարձ ծավալ դեսեմ որ կոմպյուտերները ելան աշխարհային սեկրետարի ջաբերը վախցան որովհետեւ որ աս կոմպյուտերը մեր կորձ բիդիրած բայց eventually դարիներ հետո փաստվեցավ որ եթե դու գիտես սեկրետարի ես կոմպյուտերը կորձածել you're staying there նույնը հիմա բիդլա եթե դու գիտես AI կորձածել it's not a challenge anymore you are more efficient ասի երկու գոմանի է challenge-ը եւ positive at the same time գնացել այսինքն հիմա ուր գովի AI-ը մոդագա դարիներուն ինչ կսպասե որքանով գրնա զարգանալ AI-ը գարձիկովս հիմա ալ դեմասա որ մենք saturation գսենք դեմասա որ քիդենք ինչ ուրգերտա ուրգողվի ինչ է base-ը մենք հիմա բակային AI based խելացի ալգորիթմներու based գերտանք augmented reality գերտանք virtual reality այսինքն անցնաբես տուն ժողովներու չեսերտար կո ավատարդ կերտա կո virtual body-դ կերտա ալևս պիտի թյուրին globalization-ի տեխնիկը պիտի թյուրին ցնեն ժողովրդին որ խելացի environment-ներ տուն ներգա գլաս conference-ներ կան որ տուն physically չես կնար Trump-ն տիկետարներ գարնա տուն կո ավատարդ եւ virtually at feeling-ը գուդագոր կեզի so երբ որ տուն mask-ը գտնես որ կամ glass-ը գտնես որ տուն you are feeling that atmosphere so ade vor hima next level ne AI vor feeling just anar vor augmented reality of 3D figure-ներով գնաս որ դեսնել ad area-ն կամ future area-ն որ գշին վիգոր կեսի so մարտիկ կվախնան վախնալի չէ but it will what we should adapt to this scenario գսեն կարիքն է Երկու գնամ հոսա ուրիշ բան ասել ռոբոտներու ներգայությունը հիմա մենք արդեն մենք գտեսնենք դեղեր որ human robots սկսան ելելու հոստեն 5-10 տարի պիտի տեսնենք ռոբոտներ որ helpers կսենք human helper robots որ պիտի դրվի իրենց certain tasks որոնեն լուներու մեջ architecture-ի մեջ industrial production-ներու մեջ պիտի տեսնենք human robots ասի մեր next level-ն է Հիմա երդասարտները ընդհանրապես ավելի հմուտ են արվեստագիտության, տեխնոլոգիի գործածման մեջ։ Եվ այս վերջին շրջանի մանավանդ շատ սկսած են AI գործածել գրեթե ամեն ինչի մեջ, լատաս, լակորձ։ Ինչպես կնան անոնք օգտվել եւ ինչպես կնան վնասվել։ Շատ լավ հարցում։ Օգուտը բիդեսկսի երբ որ դու գիտես հասկանաս AI-ին դված պատասխանը։ Ադորամար մենք կփորձենք մեր կալիք աշակերտներուն, ասի մեր հիմա աշակերտներուն ասել որ սորվիր կոդինգ եթե ժամանակ ունես, programming սորվիր, հասկացիր ինչպես as AI operate կնե, ինչպես կաշխատի։ Եթե կոդինգ գիտես somehow, analysis գիտես, data analysis գիտես AI ինչպես կմտածի։ 1 Երկու սորվիր ինչպես խոսիլ AI-ին հետ։ Prompted որ գնես ChatGPT-ի մեջ
friendly ծևով պիտի խոսես դա Bichans մեր standard Google search-ը որ գնենք No Header conversation-ը Ինչ ես որ անցմն են նստերես header conversation գնաս կոր So at prompt engineering կսենք որ at prompt AI effectively Ասին խելացի ծևով խոսիր եւ խելացի ծևով guide-ը conversation AI-ն ասի շատ կարևոր է եւ critical thinking-ը վստահ մենք պետք է պատրաստ լինենք մեր հաջորդ սերունդին ասելու որ եթե օրը հասնես եւ AI չգա you need to have critical ability որ operate անես ու աշխատես եւ գնաս հարաճետա կորզիտ մեջ so մեր critical ability ասին սորվիր AI-ն բայց մի վստահ հայրար AI-ն վրա հետը խոսիր բայց միակ լեզուն թող չլա so as մեթոդով պետք է մեր աշակերտները դիրաբեդեն AI-ին իսկ համասարաններու վերաբերյալ ինչ քայլեր կան դրված լալով որ օրը ավելի զարգանա AI-ը եւ աշակերտները կորզածեն օրը ավելի համասարանի գոմե որքանով չսենք ընդունելի է բայց ինչ ծևով գորտեկրե գամած բոլոր համալսարանները Լիբանան եւ ինտերնեշնալ գրեթե մեկ լեզու խոսենք մեկ լեզու խոսինքը սելով որ չենք կնալ արկիլել աշակերտներուն AI-ի կորզածությունը որով երբ որ ավարտե պիտի երթա կորզե ասպարեզը պիտի կորզած so մեր միշնին հագարակ աշխատենք ասենք մենք պիտի պատրաստենք աշակերտներ որ at the end երթան աշխատին ճիշտ ծևով so կփորձենք մեր բարդականությունները գրեթե ծևավորել ծևոմը որ percentage մտանք որ գնաս կորզածել AI հոչ շատ կարևոր բան կա plagiarism եւ detection AI կորզածությունը մեր համալսարաններու համար plagiarism չէ որ սխալ է deduction բանկանես ասենք ավելի բագաս նիշ կանես no մենք detection դնենք այսինքն AI detector-ները կորզենք որ նորեն software-ները assignment-ներ մեջ գտնենք գսե այս software-ը մեզի որ քանի % AI-ով կորզածել է կորզած է աշակերտներն կորզած է բայց գիտիր ինչ կորզածեցիր եւ հասկացիր դվածը as AI-ին so մենք համասաները ճիշտ ասելով դրաբեդենք AI այսինքն ասենք որ assignment-ի մեջ կորզած է վստահությունները ադեն չի գա assignment-ները կորզած է բայց բացադրե մեզի ad AI ինչպես կորզածիր եւ ինչ կնե ad բադասխանը ամեն բոլոր դոմերներում մեջ նույնն է ասին coding-ի մեջ business analytics-ի մեջ English report writing-ի մեջ as ընդանուր մտնոլորտը մենք չենք արկիլեր բայց հայրար չենք որտեքրեր իբրև ինչպես որսի պետք է critical thinking-ի idea-նա միշտ մնա աշակերտին մեջ իսկ եթե գուզենք հայտադի հարցին գաբելու այս ամեն ինչը ինչպես գրնա հարաճ տանիլ հայտադը կամ նաև հայկական մշակույթը դրված լալով որ ցեղասպանության փորձի կամ դարբեր աշխատանքներու հետևանքով կորսված է մեծ մասը մեր մշակույթին ինչպես կարելի է վերակենդանացնել եւ փորձել ճիշտը սխալեն զանազանել ձևումը շնորհավոր ինչպես որ լեսնեք social media-ի վրա կամ դուք կորզած եք AI-ը մեզի demonstrate կնե historical events ադեներ կդեսեք վիդեոներ գշինվի historical events AI-ով շինված movie մնա գսենք հիմա մենք հայտադի վստահ պետք ունենք մենք propaganda-ի large propaganda եւ հիմա գվա տարուս դժվարութը մեկն է որ ժողովուրդը շատ չգարտար գսիրե դիդել հիմա գնանք մենք as AI կորզածությունը դանիլ դերմա որ մեր հայտադը մեր հայկական մշակույթի կարևոր իվենտները let's say Վարդանանց and beyond գնանք documentary մնել եւ ցույց տալ աշակերտներուն through AI generated videos որ ինչ եղավ մեր history-ի մեջ ասի մեկ aspect մնա գնանք խոսի երկու գնանք մեր գործված archive-ները predict-նել ինչպես որսի prediction գնանք դեսնել այդ գործված archive-ները ինչ էր missing gaps Եվ հոս որովհետև մենք initial data ունենք, կնանք ադոր close the gaps, բագաս մասնիգը լեցնել AI-ով։ Հիմա վստահ մենք պետք ունենք այդ բագաս մասնիգի վրա կոնտրոլ նաբայելու, ադի վստահ պետք է խոսվի ադոր մասին։
So missing the gaps. Երրորդ գնանք detecting information, misinformation. Գիտեք որ մեր ճշնամին ամեն օր գործե history-ին փոխել։ Այո։ So երբ որ մենք ճշմարտության մենք պետք է ունենանք մեր ալգորիթմը, մեր detection-ները, ինչպես մենք cyber security-ը խոսենք, network security-ը խոսենք, AI detection-ները գնանք ունենալ, որ դեսնի ասխալը, եւ մեզի alert մտա, որ համացանցի վրա կամ ուր են ad misinformation-ը եւ մենք արշավներ ունենանք եւ շտկենք ad information-ները։ So as երեք գերով գնանք մեր հայտադին օգուտ դեսել AI-ին հայտադի մեջ։ Այդ բարակային մանավանդ դիտակտներու բարակային, այսինքն թերևս ադեներ պատասխան գուտա, որ գործե չեզոք մնալ։ Այո։ Ասենք մենք եթե Արցախի մասին բանը հարցնենք, ինքը գսե չէ Արցախ չէ, Ղարաբաղ է, բայց նույն ադեն եղած է հայկական, որոշ ժամանակ մի եղած է ազերիական, ասենք գործե մեջտեղ խաղալ։ Այո։ Չեսոք չգալտսի ներեթիվ գործե փոխելու ծև AI it pleases everyone. I think AI enemy ճիշին է, գործե agent-ները միշտ mid-man-ը խաղալ, մեջտեղի անցը խաղալ, չնեղացնել մեգումը։ So մենք ադոր համար պետք է դատաներ դանք, այսինքն մեր ռեֆերենսները զորացնենք աշխարհային։ Մամանտ Արցախի նյութով եթե մենք ռեֆերենս տանք աշխարհին, ռեֆերենսը սելով արտիկլներ կրենք, մենք իբրև տասախոսներ պետք է մենք Արցախի նյութով ավելի արտիկլներ հրադարակենք եւ database Google's database Google as an example գուտամ search engine-ում մեջ ավելի արտիկլներ ունենանք այդ ադիմացին որբեսի ChatGPT-ն երբ որ search-ն է կամ other algorithm search-ն են ավելի data ունենան եւ մեր կողը հայկական նյութով դան պատասխանները եւ ոչ թե երթան ավելի մեր ճշտամին so ինչպես որսի data-ն ավելի պետք է աշխարհային որովհետեւ ChatGPT-ն ավելի favor-ն է ավելի պատասխանը ճիշտը հային կողմին մեր կողմին իսկ ամփոփելու համար ընդհանուր սահմաններու մեջ ինչ խոսք ունեք երդասարտության մի քանի point-ով գեդով առաջին մի վախնակ AI-ն այսին AI կորզածեցեք ինչպես որ ասենք մեր կորզածությունը բիդելա խելացի ծևով այսինքն մենք ամեն օրյա մեր կորձերու մեջ ունենանք այդ իղծը որ չվախնանք ասի մեզի replace bitch-ն է պետք է խելացի ծևով կորզածենք երկու միշտ ունենանք միտքին ոչ մարդն է որ գդիրաբեդե AI-ին ոչ թե AI-ը մեզի կոնտրոլ կնե եթե մենք գիտնանք ինչպես մեր prompt-ները դալ ճիշտ հարցումները դալ AI-ի մենք դիրաբեդեցինք AI-ին եւ չհասնենք երրորդ կելեգրամսը չհասնենք այդ լեվելին որ գիտենք ամեն բան թյուրին ցավ աշխարհը AI-ի ցերկս է եւ գվստային իրեն հարար այո կորզացեք բայց հարար մի վստայեք եւ սորվեցեք իրեն այսինքն գիտեք ինչպես կաշխատի եւ սորվիլը գլա continuous learning երբ որ գսեմ continuous learning այսինքն միշտ գարտանք եւ գիտնանք ասնորությունները մենք ինչու՞ չէ երտանք տրեյնինգներու սորվինք ավելորդ եւ լսենք ինչ են նորությունները չսենք որ խալաս գիտենք ասի բավարար է նո բավարար բամը չի դա նո ավելի մենք ավելի հետաքրքիր ենք AI եւ տեխնոլոգիի մեջ բայց of course նույնիսկ մեր critical thinking-ը չմոռնանք շատ լավ շնորհակալ ենք այս հրավերին համար ընդունելու համար thank you սիրելի ունկնդիրներ մեզի հետ էր Հայգազյան համալսարանի համագործակցային գիտություններու պատասխանատու եւ դասախոս Շան Ստեփանը ձեզ հետ էր Հարութ Մարգոսյանը օրագարկ հայդակիրով ինչ հաջորդ հանդիպում մնացեք միշտ մանացային ունկնդիր ցտեսություն thank you